ինչ էր ասել Եռաբոլորում Սասուն Միքայելյանը, խնդրեմ իր ասացին անդրադառնալ, որ ասում է 20 տարի հետ, որ Ադրբեջանը զինվում էր այդ զենքերում գլխի պետք է թափվեն, այն իրականության մեջ, որ միայն մեր կողմից 6 միլիարդի զենք է կարողացել Ալիևը վերցնել, որի մասին ինքն է բաց հայտարարել, դե նաև պատկերացնելու է, թե քանի միլիարդի զենք ենք մենք կիրառել իրենց դեմ այդ 44 օրյա մասնավորապես ծանր պատերազմի ժամանակ մեր ունեցած զենքերը, էլի, այսինքն երբ որ Սասուն Միքայելյանը խոսում է, որ մենք զենք չենք ունեցել, սպառազինություն չենք ունեցել, նաև մեր հայոց բանակը առանձնություն ունեցել է եւ կարողացել է պաշտպանել մեր հայրենիքը։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Նախ տղերք, մեր բոլորիս սահմանում կանգնած տղաներին այժմ, որ չնայած այս քաոսային իրավիճակին սահման են պահում, մեր բոլորիս հաղթական բանակի հիմնադրման տոնը շնորհավոր։ Ինչ էլ որ Քեմալի պայմանագրի տականքները հորջորջան, այսօր մեզ համար տոն է, այսօր Եռաբլրի տղաների տոնն է, այսօր հայոց բանակի հիմնադրման օրն է պատմության մեջ եւ ոչ մի կենթանի, ոչ մի երկոտանի վաճառված թշնամուն այն բեկանել չի կարող, եթե իր տեղով կրակել դառնա։ Հիմա անդրադառնանք հայոց հաղթողների գահը զավթած սրբապիղծներին, թուրքերին եւ նրանց վաճառված սրբապիղծներին։ Նախ նորից ուզում եմ անդրադառնալ առաջի հերթին ոստիկանության համակարգում աշխատած ցանկացած պարեկի գեղերում չոբան չես թողել, Նիկոլ, կրկնում եմ, ասել եմ մի անգամ դա քաղաքապետարանում, կրկնում եմ, գեղերում չոբան չես թողել, բոլորին բերել ու պարեկ ես սարքել, գեր վճարված, որպեսզի կարողանաս քո հետույքը պաշտպանել, ինչ իսկականից քեզ թվում է դու թեհլերյաններից այդպես կարող ես ապահովագրել քեզ, սխալվում ես, են էլ չարաչար։ Հիմա անցնենք, ոնց են ասում, հաշվելու մեր ոչխարներին։ Ալիևին շնորհակալություն հայտնող, Էրդողանի նկարը գրկող, հայրենասերների վրա թքողներ, 3 սրբապիղծ, ինչ եք կորցրել դուք մեր սրբավայրում, Եռաբլրում ինչ եք կորցրել, ինչու պետք է այսօր հալածված զոհվածի ծնողը կանգնի իր արդեն իրեն պաշտպանել չկարողացող հերոսի, զոհված տղայի Շիրիմի դեմը, որպեսզի ձեզանից պաշտպանի հիմա էլ սրբավայրը, որպեսզի ձեզանից իր երեխու արդեն գերեզմանը պաշտպանի, որ չպղծեք գերեզմանը ձեր շնչով, ձեր պիղծ ոտքով, Եռաբլրում, այ մեռել թաղող, Վահագ, ընդեղ մեռել չկա, ընդեղ սրբություններ են ուղարկավորած, դու ընդեղ ինչ խալաթ էիր անում, ինչ էիր ման գալիս, ինչ էիք փնտրում։ Հունվարի 27-ը Ադրբեջանը հայտարարել է հիշատակման օր, ով չգիտի ասում եմ, Հոլոկոստի օրն է այն ջհուդների, ովքեր որ օգնել են Ադրբեջանին Աղդամից, իրենց զենքով, իրենց հաճակությամբ, իրենց տեխնիկայով, որպեսզի մեր տղաներին մորթեն, այդ ջհուդների օրն էր, ու հենց այդ օրն են ընտրել, Նիկոլը, Ալենը, Վահագը, որպեսզի պղծեն մեր Եռաբլուրը, հերթական անգամ Թուրքին հաջողանալու համար, եկել էին նկարվելու, եկել էին զորքով, ու ես հիմա ուզում եմ հարցնել նրան պաշտպանող պարգևավճարների դիմացին երեխայի կյանքը ծախած միլիցիուն, որ ոստիկան ասել չեմ կարող, դուք ով եք արա, դուք հայեր եք, գնալու եք վաղը ձեր լափի համար նորից Նիկոլ ընտրեք, չէ, որովհետև կարում եք գործեր, ժամանակ չունենալով, զբաղվելու, սովորական, հանցագործներով, որտև հանցագործներից եք վճարվում ու հանցագործների քամակն եք պահում։ Հիմա Նիկոլը Գերմանիայում նորից իր կեղտոտ, նեխած, թուրքահոտ ռեխը բացել է մեր եկեղեցու վրա, որտեղից է ֆինանսավորվում եկեղեցին,
Դու մի հատ էլ բացահայտ ասա, որտեղից է ֆինանսավորվել Թավշյա քո հեղափոխությունը։ Մի հատ ասա, որտեղից է կնիկդ ֆինանսավորվում։ Այն ջհուդ կնիկդ, որ եկեղեցի մի կերպ մտավ մի անգամ ու շնչահեղձ էր ելնում, որովհետև իր մասոնական սորթին հարիր չէր հայոց եկեղեցին։ Դու ավելի լավ է այդ ֆինանսների հոգսը քաշի։ Իսկ եկեղեցու ֆինանսավորումը բացահայտ է եղել դարերի վեր այդ տհաս մտավոր հետամնաց։ Բա որ ասում էի տարիներ առաջ այդ գիրք ու տետրակը բացի Կլաուզայից մեր երկու տողսովորի Նիկոլայ դրա համար էի ասում։ Հիմա Գերմանիայում թուրքերի դեմը հայտարարում ես նորից հաճոյանալու համար, որտեղից է ֆինանսավորում հայ եկեղեցին, ձեռքերը թեռում էր կրոնից։ Դարեր շարունակ քո եղբայր Օսմանները միշտ գնացել են դժոխք հենց եկեղեցու վրա հարձակման ժամանակ։ Հասկացի վերջապես, հայերս մենք այն փոքրամասնությունը հիմա, որ Նիկոլստանում դեռ քո և քո նման Քեմալի պայմանագրի, Քեմալի պուճուրների դեմ ենք պայքարում, չենք նահանջելու։ Ու մենք Աստծոց օրհնված ենք, որովհետև մեր ուղին արդար է, ու դու հաստատ մեզ չես հաղթելու։ Չես հաղթելու Նիկոլ, ոչ գահզավթելով, ոչ գերվճարելով, քո համախոհներին, որ հիմա արդեն քո դեմ են դուրս եկել, ու ոչ էլ լվիկի թերթական անգամ Ադրբեջանից ինչ-որ բան ներկրել տալով։ Ասում ես խենք քեզ լվիկ ասում, որովհետև դու լվիկ ես, դու տենց էլ, դու ինչ Սամվել արա, դու ինչ Սամվել այ դավաճան, քեզանից ինչ Սամվել, դու իսկական լվիկ ես, ես անգամ էլ հացը բերեցիր, բենզինը բերեցիր, տղա ես դարել հիմ էլ որոշել ես, որ շաքարավազ ես ներկրելու, հա? Ես անգամ շաքարավազի հետ ինչ ես ներկրելու, հացի հետ կոմբի կոր ներկրեցիր, շաքարավազի հետ ինչ ես ներկրելու, նարկոտիկ, արդեն բացում ես չէ ալիքները, օթում կախված լուրերի համեմատ, սա նախազգուշացում էր լվո, հետո չասեցին, Նիկոլ արդեն վախերի արաղնել չի կարում, չէ հաղթի, արդեն յաթրջա արաղըտ վախերից չի հաղթում, որովհետև արդեն թատրոն ես գնում, մետալ իսկացելով, ինչեր էդ, մինա իսկացելով գնա, կարող անտեղ մինա դրած ըլնենք, են ոնց են ասում, պայթուցիկ, մայթուցիկ, արա ամոթա, ես բացահայտ ասում եմ քեզ ոչ մեկս չենք սատկացնելու, որ ուզեինք սատկացնենք 100 տարի առաջ սատկացրած կլնենք, դու հայ դատաստանով ես պատասխան տալու, դատաստանով, Աֆիցիալ, հրապարակավ, հրապարակում, դավաճանի խարանով, դավաճանի հոդվածով։ Այդ մի բանը հաստատ, համոզված եղի, ոչ թույնելու են, ոչ էլ սպանել են, քո տերերը կարողա, քո համախոհները, դու սիրում ես չէ փուրը տալ, հենց քո հետ հացուտողներն են քեզ թունավորելու, եթե թունավորեն։ Այնպես որ սեփական սպասքով ու սեփական ջրի շշով ժողովներ գնալըտ, եթե ուզեն անեն քո համախոհները, հենց քո կնիկը, քեզ դա չի փրկելու։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ մի հատ հատուկ երևույթի, երկոտանի երևույթի, որ մարդ կոչվելու վաղուց իրավունք չունի։ Ռուսերեն անունը լավ է թարգմանվում, հայերեն դու արժանի չես այդ երկրամասի անունը կրելու։ Սասունիկ։ Հիմա քեզ անդրադառնամ, գիտես չէ մենք հին ծանոթներ ենք, հիշում ես քյալվաջարում, որ քարավաճառում, որ չասեք քյալվաջար եմ ասում, որտև չնայած դա քրդական անունն է, թուրքական չի, բայց ամեն դեպքում, քարավաճառում, որ թալան, պոստերը թողել էր, թալանը վերցրած ուզում էր գայիր, հաղթանակենցի 2-րդ հրամայիսինին, այդ քաոսից օգտվելով, Սպարապետը զենքը դրեց գլխից սատկացնելու էր, երանի թողեինք ընդեղ սատկացներ քեզ։ Հիշում ես չէ ով միջան մտեց, որ քեզ չսպանի։ Երանի սատկացներ, գոնե հերոսի կոչում կտայինք։
Լրիվ պղծել ես քեզ արա, սրանք թռնելու են, դու ինչ ես անելու։ Դու տղերքին ես պատասխան տալու, մտածել ես այդ մասին։ Ինչ է նշանակում բերեք չբզբզանք։ Սա կյանքդ բզբզում ես։ Չէ բե արի բզբզանք։ Գիտես ինչքան կեղտ կհանենք տակիցդ, որ բզբզանք։ Դե ուրեմն մի ստիպի, որ ասենք։ Թշնամին այդքան տարի զենք է առել, այդ նույն զենքը մենք ենք ունեցել։ Ոնց 30, այդ ոնց է ստացվում, որ մենք 30 տարի բանակ չենք ունեցել, բայց հաղթել ենք, երկու պետություն ենք ունեցել։ Իսկ հիմա իբր թե բանակ ունենք, ու ունենք այդքան զոհ։ Ամբողջ 4 տարի պատերազմի ընթացքում, մենք 1/4 զոհը, Այն ինչ որ հիմա երրաբլրում ունենք, 1/4 զոհը չենք ունեցել, գիտեք խի, որտեվ հրամանկազմ ենք ունեցել, որտեվ հայրենասիրություն ենք ունեցել։ Սասուն, մի հատ ասացված կա է, որ հիշում ես, որ քաղաքապետ է իր դարել, ասել են, պարոն Միքայելյան, ախր դուք թերուս եք, ոնց եք քաղաքապետ դարել, ասել ես, Կոստյում կխայնեմ չերևա։ Հիմա ինչքան էլ կոստյում ես խայնել, հա, աղտեցոց բարբարով ասած, հրազդանցոց, մեկա, երևում ա, այդ երկարած ականջները տերևում ա, այ կենթանի, փորդ քթիտ է հասել, բայց խելքդ չի հասել մինչև իրա տեղը։ Իսկ են մնացածին, են ալեն, են մերել թաղողին, ալենին, Են ջհուդին, տղերք էլ ասելու, գործելու ժամանակն է, ասելու բան չկա, ես են օրը նայում եմ այդ պարգևավճարներին ու նայում եմ, թե ինչ է կատարվում մեր պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում, վիրավոր տղերքի պետպատվերներն ուր են արա, պապիկյան, ամոթու արդեն հետևներից ընգացել ման չես գալիս, չէ, քեզ թվում ա դա քեզ փրկելու, ա? Հասկանում եք, չէ, որ ձեր թուրքը ձեզ է փուրը տալի։ Այդ որոշել եք արդեն ամեն մեկըդ պլնդուսների տակ անցնեք, նորից չի ստացվելու։ Են թոշակառուների շտապօգնությունն եք արդեն վճարովի սարքել։ Մինչև երբ է այս ամեն ինչը շարունակվելու, ժողովուրդ, դու մինչև երբ ես լռելու այս ամեն ինչը հանդուրժելու։ Մինչև ինչ որ մեկը իսկականից գժվի, հա, մի հատ նորմալ լավ տղա, ու այդ հարցը իր ձևով լուծի, տղավարի լուծի, ոչ թե մեր ձևով, ձեր ձևով, որ կարեք քանդեք գործեր, սրբազանների առողջական վիճակները ահավոր է, մեր ամբողջ հրամանակազմը հիմա ոստիկանություններում ու ազգային անվտանգություն, ալո, ազգային անվտանգություն ինչ ես պաշտպանում դու, ազգային անվտանգություն ես պաշտպանում, որ ազգային անվտանգություն, Ադրբեջանի, դիպուկահարներով երրաբլրումում ես պահում, Նիկոլին մեզնից, թե մեզ Նիկոլից, գուցե իսկականից մեզ Նիկոլից, որ օդը չթունավորի այդ թույնը, այդ թուրքի ուղարկած բիո, ինչ են ասում, կեղտը, Ավինյան դիկո ես փողոցներդ ինչ վիճակա, քեզ թվում ա դու էլ տենց անցարանքն, հա? Քեզ մոռացել ենք, ոչ մեկը չեք մոռացել, ոչ մեկից չենք մոռացել, ոչ ոք չի մոռացվել։ Ու դուք հատիկ, ափսոս ստուդիայում եմ, ես իմ սովորական ձևով կասեմ, քեմալական ինչեր եք դուք, քեմալական պայմանագիր, քեմալի պուճուրներ, իմ ձևը ուրիշ ձևով ա, ես ուրիշ բառով եմ ասում։ Երևի հասկացան տղերքը ինձ։ Հիմա նորից զորակոչ ես արել, տանում ես ինչ անես այդ երեխեքին ուղիղ առաջիկից, որ ինչ անեն, թուրքի պոստից անցնեն մեր պոստ, հա? Արդեն ընդեղ գիծնել, հասկանալի չի մեր սահմանը որն է, թուրքինը որն է։ Դուք շնորհակալություն եք հայտնում Ալիևին ու ասում եք մենք բանակ չունեինք, բանակ ենք սարքում։ Հիմա
որոշել եք բուսաբանական այգի տեղափոխվեք, որ հանկարծ Ալիևը չնեղանա, չտեսնի, որ դուք զոհերի հիշատակ եք հարգում։ Արցախի կոթողի մոտ ինչի չէիք գնացել։ Արցախը աչքներդ հանել էր, հա։ Այդ տղաները բոլորը Արցախը ազատագրելու, Արցախը Հայաստանի դարպասն է ու ցանկացած կենթանի, որ կասի մեզ Արցախ պետք չի, նա հայ լինել չի կարող։ Կռվից եք վախում, հա։ Բա խաղաղ մորթվելուց չեք վախում, արա։ Երեք տեղադրվել է Աբաջանի արձանը։ Աբաջան ունեցող, քարամ ունեցող, այսօր, հա, ես ուղղակի տեսա ինտերնետով, քարամ ունեցող, ռոստ ունեցող երկիրը, Դավիթ ունեցող երկիրը և նման 7000 տղա, պարզապես իրավունք չունի պարտվելու, իրավունք չունի ենթարկվելու, իրավունք չունի ծնկելու Նիկոլի նիկոլիզմի, թուրքիզմի դեմ։ Նիկոլ, եթե այդքան լավ գերիներով զբաղվող էիր, գերի բերող էիր, մնացածներին ինչի չբերեցիր, հերթական գովազդը տեր, ընդամենը 4 հոգու հետ բերելդ, հերթական գովազդը տեր, նախընտրականի շեմին, հա, փորձում ես նոր կուտ տալ ժողովրդին։ Դե տենց լավ բերող էր, մեր ռազմագերիներին բերեիր։ Մեր ռազմագերիներին ընդեղ դանդաղ սպանում են, իսկ դու ասում ես Ալիևի մետ խաղաղության է գնում։ Նրանք ձեռնտու չեն, չէ՞ քեզ հարմար թեկնածուներ չեն բերելու։ Դրա համար ուղղակի ազգի ժողովրդի աչքին թոս փչելու համար մի երկուսին, ով որ քեզ ձեռնտու էր, ռուսերեն ասած падրուչնիներից, մի երկուսին բերեցիր, որպեսզի կարողանաս քեզ գովազդել, տեսեք, դա բարի դրացիականություն է թուրքերի կողմից, որ մեզ մեր գերիներին հետ են տալիս, հա։ Գուցե դու բարձրաձայն ես օթանավը, քո ասած դատարկ օթանավը, քանի գլխատված գերի տղա էր բերել, ինչի համար էր գլխատված ուղարկել, հա։ Գուցե այդ թեման չմոռանանք։ Օրերս եղել է 15 վարված տղաների անհայտ պայմաններում մինչ այսօր փորձում եք մեղքը կարել այս հրամանատարի վրա, այն հրամանատարի վրա ու լռում եք, որ ըստ օդում կախված լուրերի այդ տղաներին նախ քնացրել են և հետո վառել են, որովհետև չեն համաձայնվել ականազերծել այն գյուղերը, որը որ արդեն պայմանավորվել է իր տալ թուրքերին, չէ։ Այդ 15 տղաների գործը ինչ եղավ, նորիկյան նորիկ, որ թողեն մարդ կուտես, դատապաշտպանն ես, չէ, ինչ եղավ, այդ տղաների գործը ինչով է, ինչ ընթացքի մեջ է, լռություն է լրիվ։ Հիմա գալով հա, նորից մեր սոցիալական խնդիրներին էլ, ես իրականության մեջ, ամեն ձև իրենք արդարացնում են պարգևավճարները, որոնք ստացել են, խնդրեմ։ 500 միլիարդ դրամի է պարգևավճար այս ընթացքում, այս արանքում, այս 3 տարվա, այս վերջին 3 տարվա ընթացքում բաժանել քո թիմին։ Գերկաշառում ես, որպեսզի չթռնեն վրիցդ, Նիկոլ։ Գերկաշառում ես, որտեվ կռիսավազքը սկսվել է, չէ, հասկանում են, որ դու կոպիտ ասած ժողովրդական լեզվով քալի ես գնում, իրանց էլ հետը տանելու ես, որ փուրն ես տալու քո սովորության համաձայն։ Ու փորձում են արդեն մտնեն պլինտուսների տակ, անկյունները, մի մասը հրաժարվում է, ինչպես քո գերագույն կաշիլոկը, հա, դրամապանակը, գրզոն, հրաժարվել է, չէ, ցուցակով գալ։ Հիմա էլ ըստ օդում կախված լուրերի, չասեմ, որ չդառնա ոչ գովազդ, ոչ էլ հակագովազդ, ուրիշ թիմի համար է ձայներ ասում հավաքեք։ Երևի հասկացաք արդեն ինձ հասկացողները, որ թիմի համար է ձայներ հավաքում, գրզոն ես անգամ էլ։ Հիմա որոշել ես, որ պտի գովազդվես հերթական անգամ, հա, ինչպես գելին դնում են ոչխարի հոտի վրա, ու ասում է, եթե ինձ ընտրեք, ես դառնալու եմ բուսակեր, հա։ Հիմա փորձում ես քո ոչխարների հոտին համոզել, որ դու բուսակեր ես, որ իրանք չես լափելու ես, եթե իրանք քեզ չլափեն։
նորից եմ կրկնում, քո գերպարգևավճարները, այդ մի հատ տհաս ունես, այն ինչներ, որ նախախիարը տեր, որ ասում էր, բանա, ես երազանցիկ եմ սովորել, այ անկիրտ, ինչ են ասում, կիսակիրտ, անգրագետ, քո խոսելա ոճից եմ ասում անգամ, հիմա որ մեկս, որ գերազանց ենք ավարտել, ես քեզանց հաստատ լավ եմ սովորել, ուր այն պարգևավճարներ, մենք էլ ենք չէ 3 միլիոն վարչապետների մեջ, աղջկերք, դուք այդ 3 միլիոն վարչապետի մեջ չէիք, եմ որ ասում էր, Հայաստանը 3 միլիոն վարչապետ ունի, Նիկոլ, մեր պարգևավճարներն ուր է, հերիքա էլ է ժողովրդին էշի տեղ դնեք, դուք ձեր էշ տեղով, թուրքի փալանվրները տարա, գոնե այդ մի բանում, աշխատեք, չափավոր լինել, առաջների նախկիներից եք խոսում, նախկիները մի քիչ ամոթ ունեին այդ հարցում գոնե, ինչ էլ որ անում էին, օֆիցիալ ժողովրդին չէին դնում տհասի տեղ, թոշակառուների թոշակները բարձրացնելը չես ուզում, նրանց այդ պոլիկլինիկաների վճարը անվճարությունից հանել ես ամեն մի հետազոտությունը, քանի 100,000 դրամի է հասել արդեն, օրորի վրա հացը թանկանում է, մթերքը թանկանում է, Այն օր Մոսկվայից մարդ էր եկել ռուս ազգությամբ կին, ասում է ձեր մոտ ավելի թանկ է, քան մեր պատերազմող երկրում, էդ էր քո խաղաղությունը Նիկոլ, հիմա էլ ժողովրդին խաբում ես, որ թուրքերից պետք է բերեմ, որպեսզի այն ժամ բերեմ, հա, իսկ որ թուրքերից ես բերում ու բերում ես անվորակը, ու որ թուրքերից քո բերածը ժողովուրդ, նրա բերածի դիմաց թուրքը զենք է առնում, քո փողով նորից եմ կրկնում, 1000 անգամ ասել եմ, քո փողով թուրքը զենք է առնում, որ քո երեխային մորթի, հասկացեք վերջապես Նիկոլը թուրք է ջհուդի խառնուրդով, ու նրան ոչ մեր պետությունն է պետք, ոչ մեր պետականությունն է պետք, ոչ էլ նրան հուզում են մեր երեխաների ապագան, ոչ նրան, ոչ նրա ջհուդ կնգան, ոչ էլ են վաճառված, մի փոր լափի վաճառված, օրգանական խունտային այդ թուրքի օրգաններին, ու նրա քեմալական պայմանագրին, նրանց ոչ մեկին մեր երկիրը պետք չի, տղերք, մեր երկիրը մեզ է պետք, մեր երկիրը մեր երեխաներին է պետք, մեզ մեր երեխաների հայկական ապագան է պետք, հերիք է լռենք, հերիք է լռեք, հարկավոր է վերջապես, բոլոր հնարավորին և անհնարին ձևերով, Հայաստանը ազատագրել Նիկոլից, Քեմալի պայմանագրից, Նիկոլա Զավրերից և թուրքի միաման լափով վաճառված երկոտանիներից, եկեք պարզապես այս սուր փորով, հասկանանք, որ մենք ունենք ոչ թե երկիր, այլ նիկոլիզմի ձեռքով, թավշանիկոլիզմի ձեռքով ավերակներ, որ պետք է սարքվի պետություն, քարը քարին դրվի զրոյից, ու եկեք այս ընտրություններին, ոչ թե կինոյի տղա ընտրենք, այս մեկը լավներ, տեսքը լավներ են, մեկը եսի մինչեր, այս մեկը կոպիտեր են, մեկը փափուկ էր, այլ ընտրենք բռունցք, ընտրենք միասնություն, ընտրենք այնպիսի մի հատ երկաթե բռունցք ունեցող տղամարդու մեծատառով, որ կարողանա սեղանին խփել ձեռը թշնամու առաջ, որ թշնամին հայացքը խոնարի, ինչպես առաջ էր խոնարում, ու որ կարողանա կրկին այս երկրի ավերակներից երկիր սարքել, եկեք նորից մի ծայրահեղությունից մյուսը չընկնենք, եկեք ռոմանտիզմի տառապանքից մի կողմ կանգնենք, եկեք նախկինացավից բուժվենք վերջապես, մենք պետականություն ենք կորցնում, այս ընտրությունը մեր վերջի հնարավորությունն է երկիր ունենալու, բանակ ունենալու, ցանկացած պետություն եթե չունի ուժեղ բանակ, նա չունի հաղթանակ, մենք բանակ չունենք, մենք սահմանին մեր երեխաներին ուղարկում ենք սահման պահելու, գնացեք տեսեք, որ մեկը չգիտեք սահման ինչ է, ես լավ գիտեմ, գնացեք նայեք ինչ վիճակում են մեր երեխաները, ձեզ թվում է սահմանը միայն շոր ու ոնց են ասում, մայկա տրուսիկն է, Ալեքսանյան գոջի,
Սահմանը դա ապահովությունն է, դա ամուր թիկունք ունենալն է, սահմանը դա զենք ունենալն է, թշնամուն հակահարված տալ հրաման ունենալն է, լավ հրամանատար ունենալն է, հրամանատար, որ Երևանի կաբինետներից չի հրաման արձակում, այլ ասում է իմ հետևից առաջ, ոչ թե ես ձեր թիկունքում մնամ, իսկ դու գնացեք առաջ, հիմա առաջ էլ չեն ասում, հիմա ասում են թուրքերի հետ սահմանին մեր տղերքը ինչ են անում, աղբերություն են անում, հա, սուտ են, չկա նման բան, մեր տղերքը հրաման չեն կարողանում ստանալ, հակահարված տալու, որ պահին հրաման ստանան, հավատացեք մեր երիտասարդների մեջ ենքան հայրենասեր տղեր կան, այնպիսի հայրենասիրության ոգով, որ մենք կրկին կարողանալու ենք ունենալ ուժեղ բանակ, մենք առաջի հաղթանակած բանակի հիմնադիրներս դեռ կանք, դեռ ողջ ենք ու դեռ ունենք բավականին ուժու խելք նոր բանակաշինության, նոր նիկոլիզմի տապալումից հետո հայկական բանակաշինության, հայկական նոր բանակ հիմնավորելու համար ու մենք պատրաստ ենք բոլորս մի մարդու նման նորմալ հրամանատարի, գերագույն գլխավոր հրամանատարի կողքին լինել, ամուր թիկունք լինել ու հաշված ժամերի, հաշված ամիսների ընթացքում հավաքել նոր հայկական ուժեղ մարտունակ հայկական կամավորական հիմունքների վրա, ոնց որ առաջ էր, հիմնադրել նոր բանակ, ամուր բանակ, որտեղ պետության հիմքը դա ուժեղ բանակն է, մարտունակ բանակն է, ոչ թե ցակուցիր, ոչ թե անընդհատ փորձել վախեցնել, ջարդել, ջլատել ու փորձել ձևացնել, թե իրեն գերագույն գլխավոր ես իմ ինչ են, արա քեզանից Նիկոլ ինչ հրամանատար, փաստացի ստացվում է դասալիքները, հիմա բանակ են կազմավորում, ալեն ինչ էիր ասում էիր, կարևոր չի, որ բանակը նրա համար չի, որ պատերազմի, արա դու գիտես բանակն ինչ է, դու բանակ ծառայած կաս առհասարա, գոնե 2 ժամ, տեսած կաս էդ ոնց հալնում, բա ինչի համար է բանակը, բանակը նրա համար է, որ թշնամին չուզենա պատերազմել քո հետ, այո, բայց պետք է այդ բանակը ունակ լինի պատերազմելու, ընդունակ լինի, մարտունակ լինի, որպեսզի թշնամին վախենա, պետք է հզոր լինի քո թշնամուց։ Ու մեր տղերքը մեկը 100-ի դեմ էլի նորից կարող են հերիքա ժողովրդի ուղեղը լցնեք, որ մենք մարտունակ չենք։ 44 օրյայի տղաներին ես լավ գիտեմ, լավ, ընտիր, մեր երեխեքը, մեր 18 տարեկան տղերքը ձեզանից տղամարդ տղերք են, Ալեն, Վահագ, չգիտեմ ընդեղ են Ալեքսանյան Վահագ, Խոչկոր, Մերել թաղող Վահագ, էլ չասեմ Նիկոլ, ձեզանից լավ գերագույն գլխավոր հրամանատարներ են, ձեզանից հայրենասեր են, ձեզանից մարտունակ տղերք են, ես նոր հենց նոր, մի վարորդի հետ եմ եկել, որը որ 44 օրյա պատերազմի մասնակից է, ու հատուկ ուզում եմ ասել, Սակո ջան, մենք ունենալու ենք էլի այդ բանակը, ունենալու ենք, գիտեմ, որ լսում ես ինձ, ունենալու ենք, ու տղես հաստատ էլի հաղթելու ենք, ես մեր տղերքին եմ ուզում ասեմ, հանկարծ չկոտրվեք, եթե մենք կոտրվենք մեր ջահելները, կդադարեն հավատալ, որ իրենց հայրերն ու պապերը ճիշտ գործ են արել, մենք հաղթողներս, Նիկոլ, մեզ հաղթողներիս ես պատասխան տալու, այդ երկաթե մանդատըդ վաղուց արդեն, երկաթից չի, ու ես քեզ, մենք իրար լավ ենք ճանաչում, ես քեզ անձամբ խոստանում եմ, համապատասխան վայրում է հայտնվելու քո երկաթե մանդատը, ու դու ոչ մի կերպ, ինչպես որ մեր հրամանատարներին բերթերում ու բանտերում, փակելով, տանջամահանելով, մեր հոգևոր հայրերին չես կարողանում կոտրել, ոչ մի կերպ Աստծո կամքին հակառակ չես կարողանալու նրա ավետյաց երկիրը մահմեդականացնել, ոչնչացնել չես կարողանալու, այս սատանի ճուտ, այդ թուրքաջհուդի հանք,
Նիկոլ, դու արդեն նախքին չես, նախանցած ես, դու արդեն չկաս, եթե չես նկատել մի հատ քեզ թափ տու, ենս ասունցի Դավիթի մեջ որ ասма մի հատ քեզ թափ տու տես է, մի հատ քեզ թափ տու դու չկաս արդեն, կպը դու արդեն արխիվում ես, ուղակի դեռ հելը շողուլի չես գալ, դեռ չես հասկանում, որ դու արդեն արխիվում ես, դու պատմության զուգարանում ես, կպը, Նիկոլ դու արդեն վաղուց քաղաքական դիակ ես, քո ալենով, չասեմ են հրշեի կռիսին, վահագով ու նման քո հետ պապաներով մի քանի, հայա ջհուդ, հայա թուրք, դուք վաղուց արդեն արխիվ եք, ժողովուրդ եկեք համախմբվենք, դա մի հոգու բան չէ, պետություն մի հոգով չեն կառուցում, եկեք համախմբվենք, եկեք ուսուսի տանք, եկեք Նիկոլից ու նիկոլիզմից ազատագրենք Հայաստան պետությունը։ Վերջ, երևի այսօր այսքանը։